Իսկ դուք ո՞նց եք կարծում, սեքսուալ նախասիրությունները հոգեբանական պատճառներ ունեն, թե չէ։ Ես կարող եմ երաշխավորել, որ ունեն։ Օրինակ, երբ որ մարդը ինչ-որ հակումներ ունի, պերվերսիաներ են թող միջև հակումների աղավաղում ունի, հաճույք է ստանում բաներից, որոնք որ կտարօրինակ են թվում մեծ մասին, կամ սեքսի ինչ-որ մի տեսակ է նախընտրում, այս ամենը հոգեբանական պատճառներ ունեն։ Օրալ սեքսի սիրահարները իրենց ֆիքսացիաներն ունեն, անալ սեքսի սիրահարները իրենց ֆիքսացիաներն ունեն, դասական սեքսի սիրահարները իրենց, պերվերսիաներ սիրողներն իրենց, իշխելու ենթարկվելու հետ կապված BDSM-ի հակումներ ունեցողներն իրենց։ Այս բոլորը հոգեբանական պատճառներն են ու գալիս են մեր մանկությունից։ Բաներ գալիս են մեր մանկությունից, մեր դաստիարակությունից, մեզ հետ խիստ են եղել, թե չէ։ Ու գալիս է հաճախ նաև մեր բնությունից։ Մարդկա ինքը ի սկզբանե ալֆա է, այսինքն մարմնի կառուցվածքով էլ մեզոմորֆ է, ավելի ուժեղ է, թեստոստերոնը բարձր է։ Մարդկա չէ, ավելի հանգիստ է, թույլ է, այն որ ասում են ճիվաղ է։ Ու դա եւս պայմանավորում է իր հակումները։ Այսքան ֆիզիոլոգիան է կարևոր, հոգեբանական տրավմաները եւ սոցիալական դաստիարակությունը։ Այս երեքը պայմանավորում են մեր սեքսուալ նախասիրությունները։ Սեքսուալ նախասիրությունները ամոթի հետ կապված չի ու պետք չի ինչ-որ բարդույթներ ձևավորել դրա համար։ Բայց եթե սեքսից մենակ մի տեսակ սեքսից եք դուք հաճույք ստանում, դա արդեն ֆիքսացիայի մասին կարող է խոսել, որի հետ արժի գործ ունենալ։ Այստեղ օգնելու են ձեզ սեքսոլոգը եւ հոգեթերապևտը։